երևակայենք, ինչպես ուսանողս ասաց, und գործ ունենք ազգային իշխանությունների հետ եւ մոդելավորենք այդ իրավիճակը ձեր վճռորոշ դերակատարությամբ ձայնով, եթե անալոգիան տանենք բոլշևիկների հետ, առաջինը հողի մասին դեկրետ, խաղաղության մասին դեկրետ, դուք ամենաառաջին քայլով ինչ եք տեսնում, որ իրոք ամենաառաջնահերթ պետքա լծվել դրան, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանում ու Թուրքիայում առանձնապես մեծ ուրախությամբ չեն ընդունելու այդ ազգային իշխանափոխությունը Հայաստանում։ Ուրեմն առաջին հարցս ապագային միտված ու խիստ այսպես ստրատեգիկ, պրագմատիկ մակարդակում ինչը պիտի լինի առաջին քայլը, իսկ երկրորդ հարցը արդեն անցյալից եւ փոքր ավելի հուզական Արցախյան առաջին հաղթական պատերազմի դերակատարներից, հրամանատարներից, որոնք վաղուց արդեն մեզ հետ չեն, լքել են այս աշխարհը, ում եք ամենահաճախ հիշում կամ կարոտում։ Մոնդեյ, վերջից սկսեմ։ Շատ հետաքրքիր կերպար է եւ ցավով պետք է ասեմ, երևի մոտարապես 1.5-2 տարի է Մոնդեյի մասին ոչ ոք չի խոսում։ Գիտեք ինչու՞։ Որովհետև այն բանը լրատվամիջոցը, որը փորձի Մոնտեյի նկարը ցույց տալ, Մոնտեյի մասին խոսալ, փակում են։ Եվ այս իշխանությունը ոչինչ չարեց, որ այդ մոտեցումը ուղղակի փոխի կարող էր անել։ Որովհետև ազգային այդպիսի կերպար, ազգային հերոս պետք է չի։ Հիմա մի սերունդ անցնի, ոչ մեկը չի լիշելու, որ Մոնտե գոյություն ուներ։ Պատմաբաններն են ինչ որ իմանալու։ Բայց ամենից վառ, հետաքրքիր իր ամեն ինչով, էլի, ահավոր ռոմանտիկ, շատ ռոմանտիկ էր, բայց շատ sense ուտվող հետաքրքիր կերպար էր, ամենից շատը երևի ավելի շատ sense իրեն հատուկ առանձնացնեի եւ կրկնեմ, չեն խոսում դրա մասին։ Երբ որ ասում ես, ասում ինչ անենք, որ հենց բան անենք Մոնտեյի մասին, ալիքը Facebook բանմա, սա բանն է, մանջատում են։ Ադրբեջանը ինչ որ դիմել է, ասել է ԱԱԲ-ի չէ եւ վերջ եւ Հայաստանը ոչինչ չի արել էսա երկու տարուց ավել արդեն, որ այդ բանը փոխի եւ հնարավոր էր դա անել։ Հիմա ինչ վերաբերում է առաջի քայլերը։ Նայեք, մենք բավական բարդ տարածաշրջանում ենք ապրում եւ ես ողջի համոզված եմ, որ այս տարածաշրջանում կամ դու պետք է գործոն լինես, կամ բրիտանացիք լավ բան են ասում, եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Հիմա կամ մենյուում ենք լինելու, կամ մենք ֆակտոր պիտի լինենք։ Գործոն լինելու համար մենք պետք է ունենանք մարտունակ բանակ։ Հիմա այդ մարտունակ բանակ ունենալու համար նաև մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական դաշնակիցներ։ Մենք այն երկիրը Չինաստանը չենք եւ Ռուսաստանը չենք։ Այս հարցերը պետք է շատ արագ վերականգնվեն։ Եթե մենք սա չվերականգնեցինք, մենք ասեմ, մենք մենյուի մեջ ենք լինելու այս տարածաշրջանում եւ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու։ Շատ մեծ ռիսկեր է ստեղծելու եւ գայթակղություն Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու, այս միակ Սյունիքը վերցնենք եւ վտանգը կա եւ Սյունիքի հետ կապված եւ Սևանի մի կտորի հետ կապված։ Մենք սա ենք ուզում։ Ընտրությունների ժամանակ 21 թվականին ինձ շատ էին հարցնում, բայց քանի տարի է պետք բանակը վերականգնելու համար։ Ես ասում եմ 3-5 տարի։ Արդեն 4 անցել է։ Ինչ որ բան արվում է, չեմ տեսնում։ Չեմ տեսնում։ Երբ որ ինձ ասում են, որ Հնդկաստանից բան են առնում, հրետան են առնում կամ ինչ որ հրթին են առնում, իմ մոտ հարց առաջանում, հետո ոնց է զինամթերքով դա ապահովել։ Եվ բան են առնում, որը չեն կարողանում բերել։ Ոնց։ Մի բան ստեղից, մի բան մի տեղից, մի ուրիշ տեղից ու ամենից հետաքրքիրը գիտեք ինչն է։ Եթե հիշում եք, sense հրապարակային մեղադրում էին, որ 80-ական թվերի զենքերով էին կռվում։ Ուկրաինայի պատերազմին նայեք։ 60-ական թվերի, 70-ական թվերի, 80-ական թվերի զենքերը ամենից հուսալի զենքերն են ըստ էության։ Եվ
Այն ինչ որ մենք նայեք այս պատերազմի ժամանակ մենք պարտվեցինք բաներով, այս բայրակտարների։ Ուկրաինայում նույն PVO-ի հնարավորություններով ռուսական երկու շաբաթում բոլոր բայրակտարները խփեցին։ Վերացան։ Բայրակտարի մասին մենակ լսել ենք պատերազմի առաջի 2-3 շաբաթվա ընթացքում։ Որտեվ մեծեր ռադարները բռնում էին, այդ փոքրերը չեն բռնում ռադարները, բայց դա մեծեր ռադարները բռնում էին դանդաղաշար 150-160 կմ/ժ, ցենց միշեներ PVO-ի համար։ Այդ ոնց եղավ, խի այդպես եղավ։ Մենք պետք է առաջի 2 շաբաթում բայրակտարները հարցը լուծեինք եւ ավարտեինք։ Ոնց եղավ։ Այ պատճառներից մեկը նա է, որ ասում է, որտեղ բանակը կլուբնիչնի ռեֆորմների process-ի մեջ էր։ Ուրեմն այդ PVO-ն չաշխատեց, խի չաշխատեց։ Խի ամբողջ օդը չփակեցին, որտեղ PVO-ի պատվերը, որ պետքա բերեին, այդ պատվերը փոխել են, առել են սուեր, որոնք ընդհանրապես չեն օգտագործել, բայց լավ սելֆիներ են արել այդ սուերի ֆոնի վրա։ Հիմա սա պետքա սրա մասին խոսալ, թե պետք չի։ Հիմա գնում են 155 մմ-անոց հարետանիներ։ 155-ի այդ կալիբրը, ասենց ասեմ, ուղղակի դուք մտեք մի հատ Google արեք կամ chat GPT-ով մի հատ հարցրեք, թե ինչ արժի մի հատ բանը։ Մի հատ սնարադը ինչ արժի։ 4-5 հազար $։ Մի պահ գինը թռել էր այս պատերազմի համար, թռել էր մինչև 7-8 հազար։ Ամենից էժանը 3 հազար։ Դուք ո՞նց եք պատկերացնում, այդ ինչքան պիտի բերեք եւ հետո այդ ո՞նց պիտի բերեք։ Ձևն էլ չկա բերելու։ Կամ բաներ կա որ անում են մարդիկ։ Մեկ քեզ հարց է տալիս։ Այս մարդիկ ընդհանրապես մտածում են, թե այդ մտածելու ընդունակությունը չունեն։ Հետո ո՞նց եք այդ հարցերը լուծելու։ Մի բան Ինդիայից, մի բան Ֆրանսիայից, ինչ որ մի անկեղծ ասած չեմ հասկանում։ Դրա սպասարկումը ով ալինել։ Ուկրաինայի պատերազմը ցույց է տվել, որ այդ Ցեզար Կոչեցյալը, որը Ֆրանսիային պատվիրել են, լավ հրետանի է, չափազանց նուրբ։ Մարտական այդ վիճակում վերանորոգել հնարավոր չէ։ Հենց մի քիչ հարկից դուրս է գալիս, ստանում են չգիտես ուր, վերանորոգման համար բերում։ Այդ բազան դուք ստեղծում եք, թե չեք ստեղծում։ Չեն ստեղծում։ Ось ինչ որ մի բյուջե կա, այդ բյուջեն երևի պիտի ծախսեն, թե ինչ են ծախսում, ով առնում, ոնց առնում, ես հիմա հարցը հետեւյալն է։ Մարտոնակ բանակ, ռազմաքաղաքական դաշնակիցներ, որոնց հետ հարաբերությունները ուղղակի պետք է վերանորոգել, եւ իհարկե տնտեսական զարգացության բանը։ Ինձ մտահոգում է, որ այս վերջի տարիների ընթացքում ընդհանրապես ներդրում չկա Հայաստանում։ Օտարերկրյա ներդրում գրեթե չկա։ Ինչու ասա, խի է այսպես։ Լիքը բաներ են բացել, ինչ որ գործարաններ, ոչ մեկը չաշխատեց։ Պարզվեց, որ գործարաններ չի եղել, ուղղակի PR նկարվելու համար ինչ որ բան էին բացում, ոչինչ բան չաշխատեց։ Հիմա կամ մենք դառնում ենք զուտ սպասարկող երկիր, սպասարկման ոլորտ, այդ սպասարկման ոլորտն էլ մի լիմիտ ունի։ Դու ծով չունես, բան չունես, այդ լիմիտը, ինչ որ դու հակեցնում ես այդ լիմիտը եւ արդյունաբերությունը որևէ տեղ, որևէ մի քայլ չի արվել արդյունաբերական ինչ որ հնարավորությունների զարգացման համար։ Հիմա իմ բանը սա է, սա պիտի փոխվի, ես նույնիսկ չեմ կարող ասել, ցենց առաջի քայլը որը պիտի լինի։ Առաջի քայլը անվտանգության հարցն է։ Եթե դու անվտանգության հարցը չես լուծում, բոլոր մյուս հարցերը ռիսկային են դառնում։ Մոտարապես երևի սա։